Երբ է նշանակվում արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ։ Այս կենսաթոշակը ևս լինում է երկու տեսակ՝ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած աշխատակիցներին և վնասակար, ծանր պայմաններում աշխատած աշխատողներ։ Նախ պետք է լրացած լինի քաղաքացու 55 տարին։ Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած աշխատակիցներին կարող է նշանակվել այդ դեպքում, երբ քաղաքացին ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում։ Վնասակար, ծանր պայմաններում աշխատած աշխատողներին կարող է նշանակվել կենսաթոշակ, եթե նա ունի առնվազն 25 տարվա օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածներում լրիվ աշխատանքային օրը կատարել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք։ Կարող է նշանակվել նաև 59 տարին լրանալու դեպքում։ Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին. Առաջին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածներում լրիվ աշխատանքային օրը կատարել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք, կամ երկրորդ, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածներում լրիվ աշխատանքային օրը կատարել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք։ Արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակները հաստատվում են ՀՀ կառավարության որոշմամբ։